Հիշում եք Արդեն 50 օր կալանավորված Ավետիք Չալաբյանի ազատության պահանջով մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ և մշակույթի ներկայացուցիչներ են հավաքվել։ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Շղթայված, խլացված մի խոսափող են իրենց հետ բերել ու պնդում են։ Խոսափողը շղթայված է, քանի որ ազատազրկված է Չալաբյանը։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգողին ակցիայի մասնակիցների համոզմամբ բանտարկելով ազատ խոսքից են զրկել։ Քաղբանտարկյալների խնդիրը դա բոլորի խնդիրն է, թող ոչ ոքին չթվա, որ մարդիկ ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ քաղաքականությունը քացով իրանց դուռը չի ջարդի ու չի մտնի իրանց տուն։ 4 տարում արդեն երկրորդ անգամ է Ավետիք Չալաբյանը ապօրինի կալանավորվում, նկատում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա համոզմամբ այս անգամ էլ է փլվելու քրեական գործը։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգողը մեղադրվում է ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Հիմա նորից կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանը նշանակում է, որ ինքը այս իշխանությունների թիրախում է եւ այն գործունեությունը, որ նա ծավալում է, եւ դա բացարձակապես ձեռնտոչի իշխանություններին եւ Ավետիք Չալաբյանին եւս փակել են մի մարդ պակաս լինելու համար։ Ակցիայի մասնակիցները ենթադրում են, որ իշխանությունը պարզապես քննադատներին լռեցնելու հեշտ ձև է գտել։ Որպեսզի իրենց հասցեին մի թթու խոսք ասող չլինի, պատրաստ են բանտերը լցնել քաղբանտարկյալներով։ Ինքս ինձ բռնացնում եմ երբեմն հետընտրական շրջանում այն մտքի վրա, որ գրում են, որ ինչ որ մեկը քաղբանտարկյալներից կալանքից ազատվել է, իսկ ես նույնիսկ բաց եմ թողել այն մասը, որ նրան արդեն կալանքի են տարել։ Ալիևյան ռեժիմին է ուզում նմանվել Փաշինյանի ռեժիմը։ Ատելության գեներացում Հետընտրական Հայաստանի զարգացումները հասարակական գործիչները նմանեցնում են ընդդիմախոսների դեմ Ալիևյան պայքարի բիրտ դրսևորումներին։ Ադրբեջանում մոտավորապես 400 քաղբանտարկյալներ կան ճանաչված Եվրոպական միության կողմից։ Մենք պետք է ասենք նրան, որպեսզի արևմուտքը եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչի այն փաստը, որ Հայաստանում սիստեմատիկաբար կան քաղբանտարկյալներ։ 2 ամսով կալանավորված Չալաբյանին արգելված է տեսակցել անգամ ընտանիքի անդամներին։ Ամուսնու հետ շփվելու միակ միջոցը բանտի հեռախոսն է, ասում է կինը։ Օրական 1 անգամ հնարավորություն ունեն կալանավորները օգտվելու այդ հեռախոսից։ Մեր հետ կարողանում են բաց կապով ամեն օր տաքսոֆոն այսպես կոչված կա բանտում, որ պատկերացնեք, այսինքն դրանք ինչ որ հեռախոսներ են, որ 4 հատ հեռախոս է, 30 հոգի մարդ հերթա կանգնած, որպեսզի այդ հեռախոսները վարակ ինչ որ բան ընտանիքի հետ կապնեն են խոսեն։ Մենք օրական երևի 5 րոպե խոսում ենք ընդհանուր, չգիտեմ, առողջական վիճակից, ինչ որ կենցաղային հարցերից, ով ինչպես է, ինչ նորություն կա։ Ակցիայի վայրում Սարյանի պուրակում գրատախտակ են դրել ակցիայի կազմակերպիչները, որի վրա մարդիկ նամակներ են գրում Ավետիք Չալաբյանին։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։